3 4 Դե ինչ սկսեցինք։ Վերջապես եկավ այն օրը, որին բոլորս սպասում էինք անհամբեր։ Այսօր ես հայտարարելու եմ մեր երկու հաղթողների անունները։ Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար։ Բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում միշտ ինձ հետ են եղել։ Շնորհակալություն եմ հայտնում այն 5000 եւ ավել մարդկանց, ովքեր այսօր դարձել են իմ եւ մեր YouTube-յան ընտանիքի անդամները։ Իմ նպատակն է, որպեսզի ոչ թե ես պարզապես հավաքեմ ինչ-որ թվեր, այլ ձեզ հետ ավելի սենց մտերմանամ եւ ավելի մեծ կապ ստեղծեմ իմ լսարանի հետ, քանի որ այդ ջերմ կապը ավելին է, քան պարզապես ունենալ մի քանի, չգիտեմ, տասնյակ թվեր։ Էնպես որ ես չեմ հիմնվում այդ թվերի վրա, այլ այն մարդկանց, ովքեր որ ինձ հետ են, ովքեր որ միշտ ակտիվ են, ովքեր որ երբեք չեն անտեսում իմ վլոգները եւ միշտ պատասխանում են այն հարցերին, որ երբեմն ես վլոգների մեջ հարցնում եմ։ Հաղթողներին ընտրելու եմ comment picker-ի միջոցով, առաջին հաղթողին, իսկ երկրորդ հաղթողին ես եմ ընտրելու, ինչպես որ ես ասել էի արդեն։ Ինչի համար որոշեցի լինի վիդեո տարբերակ, քանի որ ուղիղ եթերով էի մտածում որ լիներ, բայց ուղիղ եթերը չեմ կարծում որ այդքան էլ հարմար էր այս պահին ինձ, դրա համար սա շատ ավելի հարմար, պրակտիկ եւ հանգիստ էր, որպեսզի շատ չշարաշահեմ ձեր համբերությունը, եկեք անցնենք առաջին հաղթողին։ Հիմա ես իմ հեռախոսի միջոցով կմիացնեմ, ես իմ էկրանը կկիսվեմ ձեզ հետ եւ դուք կտեսնեք միանգամից այդ հաղթողին։ Ասեմ որ ես չեմ կտրելու, չեմ ոչ մի բան փոխելու, լինելու է միայն արդար մրցույթ, քանի որ ինձ համար տարբերություն չկա թե ով կհաղթի, կարևորն այն է որ արդար լինի եւ կարևորն այն է որ նաեւ դուք պայմաններին հետեւած լինեք։ Նաեւ ասեմ որ Հայաստանում չգիտեմ, բայց Եվրոպայում շատ ծրագրեր միայն առաջին անգամից է որ անվճար է, մնացած անգամները եթե ուզում եմ նորից անել, արդեն ինքը ինձ վճարովի տարբերակ է առաջարկում։ Քանի որ ես մեկ հաղթող եմ ընտրելու պատահականության սկզբունքով, ծրագիրը ինքն էլ ինձ արդեն զգուշացնում է, որ առաջին, այսպես ասած, փորձը լինելու է անվճար, երկրորդը արդեն վճարովի է։ Եթե ես ունենայի մի քանի հաղթող, իհարկե ես կվճարեի եւ էլի կանեի անպայման, բայց քանի որ ինձ մոտ մեկ հաղթող է լինելու, ես հենց մեկ հաղթողին էլ կընտրեմ հենց հիմա։ Դե ինչ։ Գնացինք։ Հաղթող մասնակցին ընտրելու եմ հենց այս ծրագրի միջոցով, ուրեմն գնում ենք իմ YouTube-ին։ Այստեղից հողումը պատճենում եմ եւ դնում եմ այստեղ։ Ծրագիրն արդեն ճանաչեց իմ վիդեոն, այստեղ ունենք 422 դիտում, 74 մեկնաբանություն, այստեղ դնում ենք հաղթողների քանակը 1 հոգի եւ սկսեցինք։ Ռանդոմ տարբերակով ընտրում եմ հիմա։ 3 2 1 Դե ինչ, իմ առաջին հաղթողն է Անի Family Video-ն, ես շնորհավորում եմ քեզ Անի ջան, ես իսկապես շատ ուրախ եմ, որ դու հաղթել ես, որովհետև արժանի ես։ Անին չեմ հիշում, երբ անից եմ իրեն գտել, քանի որ ինքը նույնպես զբաղվում է վլոգինգով եւ շատ պատահական է իր ալիքի հետ ծանոթացել, ինքը ինձ այս վերջերս է հետևում, եթե չեմ սխալվում, Անի ջան ինձ ասա, որովհետև այնպես չի, որ մենք իրար վաղուց ենք ճանաչում, բայց այս կարճ ժամանակահատվածում էլ արդեն հասել եմ մի փոքր իրեն ճանաչել, քանի որ ինքն էլ է զբաղվում վլոգինգով, շատ հաճելի անձնավորություն է։ Այնպես որ ես քեզ շնորհավորում եմ եւ ասում եմ, որ արժանի ես։ Եվ իհարկե անցնելով առաջ ես ուզում եմ հայտարարել իմ երկրորդ հաղթողին, որին անձամբ ես եմ ընտրել։ Այս մարդը, ում որ ես ընտրել եմ, ինձ թվում է բոլորը, ովքեր որ ակտիվ են եւ ինձ մեկնաբանություն են թողնում, հաստատ իրեն այն առաջին տողերում եք գտել, անգամ մայրիկս, որ իմ sense հավատարիմ հետևորդներից է եւ ինչ էլ որ գցեմ ինքը արձագանքում է, միշտ իրան շատ լավ ճանաչում է եւ ասում է, այս մարդը արդեն գրել է, այս աղջիկն արդեն գրել է եւ ի վերջո, չեմ ուզում էլի երկարացնել, բայց շատ ուրախ եմ, որ իր նման այսպես անձնավորություն իմ ալիքում ունեմ եւ նրա անունն է Լուսինե Բաբայան, Լուսինե ջան, ես քեզ շնորհավորում եմ եւ վստահ եմ, որ բոլորը ինձ հետ կհամաձայնվեն, նրանք ովքեր որ էլի եմ ասում, ակտիվ են իմեջում եւ թողնում են մեկնաբանություններ, հաստատ իր անունը տեսած կլինեք։ Այս մարդը ես եթե չեմ սխալվում, արդեն հասցրել եմ մի քանի անգամ եւս մրցույթ կազմակերպել, 2-ից 3 անգամ։ Երկուսը հաստատ, երրորդը լավ չեմ հիշում ու ես միշտ ուզում էի, որ ինքը հաղթեր։ Ինչի համար, որովհետեւ ինքը իրոք արժանի է։ Ես իմ ալիքը ինչ բացել եմ, ես իրեն հիշում եմ ու ամենակարևորը գիտեք որն է, որ ինքը մինչեւ այսօր երբևէ չի եղել, որ ինչ որ կարճ ժամանակահատված ակտիվ չլինի իմ ալիքում, կոպիտ ասած կորի, հետո նորից հայտնվի, որովհետև նման օրինակ մարդիկ եղել են, որ ինձ ի սկզբանե հետևել են, այս պահին չեն հետևում, բայց երբ որ ինձ հետևում էին, միշտ այսպես ակտիվ էին, շատ ակտիվ էին ու ես երբեք չի մտածում, որ օրերից մի օր հնարավոր է ինքը ինձ էլ չհետևի, անգամ տեղափոխվել էինք նաև սոցիալական էջեր, որ այնտեղ իրար հետևենք մի խոսքով, բայց այս պահին ես իր կողմից լրություն եմ զգում իմ ալիքում։
Դրա համար Լուսինեն այն մարդն է, ում ես իսկապես չեմ փոշմանել, որ ընտրել եմ, բայց ասեմ, բացի Լուսինեից էլի շատ մարդիկ կան, որ իրանց անունները եթե ինձ հարցնեն քվալիքի ամենաակտիվ հետևորդները ով են, ես կարող եմ իրանց անունները առանց մտածելու տալ։ Լուսինե Բաբայան, Լուսինե Լալայան, Լուսինեն կա հենց առանձին, այնտեղ Անժելան Ելոյան ինքը միշտ էլի ակտիվ է ու ինձ շատ վաղուց է հետևում, Վարդը, Անայդան, Անահիտը Հարությունյան եւ անգամ ես ինձ մոտ նշել եմ, այստեղ օրինակ Լուսինեին եմ ուզում ասել, ես կարող եմ անգամ նկարը դնել, Լուսինեն ինձ Իմ ալիքը ինչ սկսվել է եւ բացվել է 100+ կոմենտար, ես ասեմ այդ 100-ը ինքը եթե YouTube-ում ունենա հնարավորություն ցույց տալու, ինքը կարող դներ 200+ մեկնաբանություն, Լուսինեն ես գիտեմ որ այդքան հաստատ արդեն թողել է, բայց ինչ եմ ուզում ասել, իմ ալիքում երևի 200 վիդեո էլ չլինի, ես չեմ հիշում, բայց ստուգ եմ կնայեմ, իմ ալիքում ունեմ մոտավորապես, ասենք եթե ես ունեմ 250 վիդեո, շորթերն էլ իրար հետ, Լուսինեն իմ բոլոր տեսանյութերը հավանել է, այսինքն սրտիկել է, լայքել է 523 անգամ, ոչ թե անգամ, այլ հատ։ Այսինքն, ես այլ եմ ասում, հաստատ 500 հատ վիդեո չունեմ իմ ալիքում, բայց եթե ասեմ ունեմ 300 վիդեո, պլյուս կարող է այնտեղ չգիտեմ, քանի անգամ եմ արդեն, քանի ռիլ ունեմ եւ քանի post եմ արել, Լուսինեն իմ այդ բոլոր ես վստահ եմ, հա, այսինքն այս ցուցանիշը, այս թիվը ցույց է տալիս, որ ինքը ոչ մի բան բաց չի թողնել, այսինքն իմ հետ կապված ինքը ինչ տեսել է, լայքել է։ Ես դրա համար շատ ուրախ եմ, որ Լուսինեի նման իրոք մարդ ունեմ իմ ալիքում, իսկ մյուսները, ես էլի եմ ասում, ում անունները որ տվեցի, Վարդ, Անժելա, Լուսինե Սարգսյանը, իրենք նույնպես ինձ մոտ էլի նշել եմ իրանց թիվը, օրինակ Լուսինե Սարգսյանը 247 սրտիկը ունի, այսինքն համակարգի ասել բոլոր իմ վիդեոների տակ, ինքը սրտիկել է։ Իսկ մյուսները արդեն 100-ից ավել, մյուսների անունները, այսպես էլ առանձին չտան 100+ մեկնաբանություն եւ 100-ից ավել լայքեր եւ սրտիկներ։ Ես էլ հիմա դեմ իմ սրտիկները այսպես ուղարկում, իմ պաչիկներն եմ ձեզ ուղարկում եւ շնորհակալություն։ Ես ուզում եմ որ դուք իսկապես հավատաք, որ այս ամեն ինչը լրիվ արդար է, որովհետեւ ինձ համար իրոք կապ չունի թե ով է հաղթել։ Մանիքում էլի են լինելու մրցույթներ, ես ուզում եմ դες մի քիչ իմ պլանների մասին պատմել, թե ինչ է սպասվում մեզ արժևում։ Լինեն ավելի շատ շորտ կարճ տարբերակներ, այնպես որ իմ ալիքում հաճախ մտեք, որպեսզի տեսնեք, եթե ձեզ մոտ ցույց չի տալիս, օրինակ մարդկա, որ իմ մոտ միայն վլոգներն ա բերում ու այդ շորտ տարբերակները չի բերում, մտեք իմ մեջ, որպեսզի այդ ամեն ինչը տեսնեք։ Կլինեն ավելի շատ վիդեոներ Ֆրանսիայի կյանքից, այսպես ինչպես է կյանքը, այսպես ասած Ֆրանսիայում, կլինեն չելենջներ, փորձարկումներ, ընտանեկան խաղեր, նոր ֆորմատով վլոգներ են սպասվում եւ իհարկե մրցույթներ։ Գիտեմ, դա կլինի 6000-ի դեպքում, դա կլինի, չգիտեմ, կարող է լինել մեկ շաբաթ հետո ես ուղղակի որոշեմ, որ եթե հնարավոր է էլի կազմակերպեմ մրցույթ, էլի կլինի, բայց ուզում եմ հասկանալ, մեկ հոգի եմ, իսկ դուք շատ եք, ու ես բոլորիդ շատ սիրում եմ, ուզում եմ որ բոլորիդ համար էլ ինչ որ մի բան անեմ, քանի որ դուք էլ ինձ եք անում, իմ կողքին եք, ինձ աջակցում եք եւ ես դա գնահատում եմ։ Ես ուղղակի ձեզ խրախուսում եմ, նրանք ովքեր որ շատ մարդիկ ինձ երկար ժամանակ հետևում են, բայց պարզապես մեկնաբանություն չեն թողնում, ես իրենց էլ եմ հասկանում, միգուցե իրենք չեն սիրում ուղղակի մեկնաբանություն թողնել։ Բանը երբ որ օրինակ չեք էլ սիրում անգամ չգիտեմ շատ երկար, օրինակ ես ունեմ էլի մի շատ ակտիվ հետևորդ Արմինեն, բայց իր անունը Արմինե չի գրվում, ուրիշ ձևով է գրվում, թվերեն ու տառեր կարծես, ու ինքն էլ ինձ մեկ անգամ ասեց, որ ինքը չի սիրում ինչ որ մեկնաբանություններ թողնի, բայց միշտ թողնում է սրտիկներ ու իրան էլ միշտ հիշում եմ, երբ որ ինքը ինձ մեկնաբանություն է թողնում, ես իրան հիշում եմ։ Դրա համար ինչ եմ ուզում ասել, որպեսզի ես էլ ձեզ հիշեմ որպես իմ ակտիվ հետևորդ, պետք է ուղղակի ձեր մասնակցություն ունենաք իմ տեսանյութերում։ Դրա համար ակտիվ եղեք, որովհետև դա իսկապես գնահատվում է։ Եվ եկեք ձեզ նաև ցույց տամ Լուսինեի նվերը եւ մեր հաղթողի Անի նվերը։ Ես ձեզ կարծում եմ, որ շատերը հիշում եք, շատերը տեսել եք։ Սա Անի նվերն է, բոլորը տեսել եք, ինքը այսպես կարելի ասել ծննդյան նվեր բոքս է, ու շատ սիրուն, շատ հարմար, շատ էսթետիկ, աղջկական այսպեսի բոքս է, որպեսզի էլ լրիվ չհանեմ։ Մոմ ուղղակի այսպես տեսեք վերջիշելու համար, որտեղ նախորդ վիդեոյում ես դա արդեն դրել եմ։ Տուփը մոտավորապես ասեմ, արժի 10-ից 15000 գրամ, այսինքն այս տուփի պարունակությունը, այն ինչ կա իր մեջ։ Ինչի համար եմ ես սա նշում, որպեսզի դուք չմտածեք, որ պարզապես ինչ որ սովորական մի նվեր եմ արել ձեզ համար, չնայած կարծում եմ նրանք ովքեր որ շնորհակալ մարդ են, հա, մարդու տենց տեսակ կա, որ ինքը իրոք ամեն ինչից շնորհակալ է, իր համար կապ չունի, դա 1000 դրամ է, թե 10000 դրամ է, եւ հենց այդ նույն գնի չափով էլ որպեսզի տարբերություն չլինի, Լուսինեի համար եմ նվեր պատրաստել L'Oreal-ի Extraordinary Oil յուղ է, ինքը յուղը ցանկացած, չգիտեմ, եւ մազերի համար, եւ մաշկի մարմնի համար յուղ է, շատ անուշոտով յուղ եւ skin ապրանքանիշի դեմքի կրեմ, ես ինքը սա օգտագործում եմ ու շատ գոհ եմ, ինքը շատ sense երախու դեմքի նման դեմք հասարքում, երբ որ ուղղակի դու իրան օգտագործում ես։ Ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, իմ շատ սիրելի ընկերներ, հուսով եմ, որ դուք միշտ ակտիվ կլինեք ինձ հետ, ոչ թե միայն մրցույթի ժամանակ, քանի որ մրցույթի ժամանակ շատ մարդիկ կան, որ այո, մասնակցում են եւ քանի որ այսպես ասած այն բացառապես արդար է, ինձ համար կապ չունի թե ով է հաղթելու, բայց ես եթե ես ինքս մտածեմ ում կնվիրե, ես շատ կցանկանայի, որ այն մարդիկ ովքեր ինձ հետևում են, իրենք հաղթեն, ովքեր որ միշտ այսպես ակտիվ են։ Դրա համար միշտ ակտիվ եղեք, ես էլ իմ հերթին կփորձեմ այս ձևով իմ շնորհակալությունը հայտնել ձեզ։ Պաչիկներ բոլորիդ։